Այրենակիցներ, ուզում եմ մի կարևորագույն թեմայի մասին խոսել, որը այս վերջերս մենք բոլորս շատերս անհամեն հանդիպեցինք, դա WhatsApp-ի զանգվածային կոտրելներ։ Ես հիմա տենց իրավասու չեմ մանրամասները տարածելու, բայց խնդիրը շատ լուրջ էր ու տուժել էին հազարավոր արդիկ։ Եվ այստեղ կա մի կարևոր համբանgaմանք, որը վերաբերում է բոլոր մեսենջերներին եւ լավ կլինի, որ մենք ազգովի այս հարցը միասին լուծենք։ Բացատրեմ ինչու՞ն է հարցը։ Երբ որ դուք գրանցվում եք Gmail-ում, то есть Mail.ru-ում, Facebook-ում, Instagram-ում, այնտեղ դուք ունեք նույնականացում գաղտնաբառով։ Բացի դրանից դուք կարող եք միացնել երկբուլայինը եւ այդ դեպքում գաղտնաբառից բացի ձեզ այնց ինչ որ մի ուրիշ լրացուցիչ գործողություն է ուզում, օրինակ կոդ։ Երբ որ դուք գրանցում եք Messenger, Facebook-ի Messenger-ի մասին խոսքը չէ։ Ամենատարածվածները Հայաստանում դա WhatsApp, Viber, Telegram, որոշ չափով Signal-ը, ու ինչ որ արդեն տարբեր մարդիկ տարբեր բան կարող են օգտագործել, ով Ռուսաստանում ինչ որ բարեկամ ունի Max օգտագործում եւ այլն, բայց Messenger-ների դեպքում պաշտպանությունը default-ով բազային պաշտպանությունը թույլ է, որովհետեւ ոնց եք դուք գրանցում, դուք նոր ենթադրենք WhatsApp-ը կամ Telegram-ը նոր հեռախոսի վրա եք տեղադրում, դուք վերցնում եք հեռախոսը, ներբեռնում եք ծրագիրը, հետո համարն եք ձեր գրում եւ որպեսզի Telegram կամ WhatsApp-ը իմանա որ դա դուք եք, ձեզ ուղարկում է այդ ձեր նշած համարով SMS, որի վրա այդպես կոչված OTP-ն է, one time password-ն է, այսինքն կոդ է։ Այդ կոդը եթե դուք ներմուծում եք, ինքը համոզում է որ դուք եք եւ ձեզ մուտք է տալիս այդ համարով WhatsApp-ի կամ Telegram-ի կամ Viber-ի մեջ։ Հիմա եթե դուք խափնվեք, օրինակ շատ հաճախ phishing արինում, մարդկանց ասում են մի հատ էս հիմա կոդ կգա ինչ որ քվեարկություն է, ես ինչ որ բալետի եւ այլն, այդ կոդը տեղադրեք ինչ որ միտեղ, այդ կոդը տեղադրում եք, իսկ դա հենց այդ գրանցման կոդն է, ձեզ հենց գողանում են Telegram-ը։ Կամ ավելի վատ դեպք, երբ որ դուք չեք կարող ներխուժել այդ ամեն ինչի մեջ, դա յուրահատուկ ես մի տեխնիկական բաների մեջ չեմ ուզում մտնել, խոցելիությունն է, որը գոյություն ունի այսօր բջջային կապի մեջ, այդ խոցելիության մասին բոլորը գիտեն, բայց ինքը շատ հին է, իրան չեն կարողանում փակել, սա Հայաստանի ինչի վերաբերում ամբողջ աշխարհով։ Դրա համար SMS-ները լինում են գողանոց ճամփին։ Եվ հենց այդ կոդով SMS ինչ որ մեկը գողանում է, ձեր տեղը, ձեր հաշիվը գրանցում է իր հեռախոսի վրա։ Դա կարող է լինի հատուկ ծառայությունների կողմից արվի, այսինքն օպերատորի մակարդակով ձեր կոդը վերցնեն, ձեր հաշիվը տանեն, սա բնականաբար արվում է մենակ թիրախային։ Կամ օրինակ դեպք, չգիտեմ կհիշեք թե չէ, 2020-ի հուլիսին շատերը ստացան կեղծ SMS ՊՆ-ի անունից, որովհետև ադրբեջանցիք կոտրել էին միջնորդ ընկերությանը, ու այստեղ կարևոր մի նկատառում SMS-ները, որ դուք ստանում եք այդ մեկ անգամյա, իրենց մատակարարը դա այս մեր օպերատորները չեն, բջջային, այլ երրորդ ընկերությունները։ Ոնց որ իրանք պայմանագիր ունեն Facebook-ի, Google-ի եւ այլնի հետ, եւ իրանք են ստանում այդ SMS-ները, ու հետո արդեն ուղարկում օպերատորի միջոցով ցես։ Եթե կոտրել են այդ օպերատորին, այստեղ սկսվում է պատկերացնեք, չէ՞, ինչ վատ բան, այդ բոլոր SMS-ները ինչ որ մեկի ձեռքն են։ Այս ինչու եմ պատմում, որ հասկանաք, որ շատ ձևեր կան, երբ ձեզանից կարող են գողանալ ձեր Facebook, Telegram, WhatsApp, Viber, Signal եւ այլն։
Ինչ անել սրա դեմ, ակտիվացնել երկփուլային, սրա մասին էլի խոսել ենք, երկփուլայինի իմաստն է, որ դուք ձեր հաշվում նշում եք, որ կոդը քիչ է SMS-ով եկած։ Նաև պետք է լրացուցիչ գաղտնաբար ներմուծես։ Այսինքն դուք մտնում եք, ակտիվացնում եք երկփուլայինը, դնում եք գաղտնաբար, օրինակ WhatsApp-ի դեպքում դա 6-անիշ PIN կոդ է թվերով։ Telegram-ում կարող եք ուղղակի գաղտնաբար դնել, ոնց որ Gmail-ում։ Եվ այդ դեպքում, եթե նույնիսկ ինչ-որ մեկը գողանա այդ մեկ անգամյա կոդով SMS-ը, առանց այդ գաղտնաբարը իմանալու չի կարող մտնել ձեր հաշիվը։ Հիմա ասածս ինչ է, եկեք Azgov-ի այդ ամեն ինչը ակտիվացնենք։ Ես կսկսեմ կարճ վիդեոներ դնել ամեն Messenger-ի հետ կապված առանձին համ Android, համ iPhone ջանջալա, բայց կանեմ, որպեսզի բոլորս միացնենք։ Եթե բոլորս միացնենք, ոչ մի որ ասում են շուն ու շանգյալ մեր Messenger-ները չի գողանա, եւ դա կլինի հիանալի նորություն մեր համար եւ վատագույն նորություն համաշխարհային հակերությանն է եւ այն քխ մարդկանց, որ ուզում են մարդկանց Messenger-ները կոտրել։ Ես սայնթերը համստեղ կդնեմ համ Instagram-ումս, Instagram-ի հեղումն էլ դնում եմ մեկնաբանություններում, կարճ ասած հերթով դնենք ու պաշտպանենք, կսկսեմ դա հենց անմիջապես հերթով, մի քանի օրը մեկ հերթով բոլորին կանեմ։ Ես կանեմ։